Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան։ Եսայի մարգարեության 9:6 խոսքն է։ Հիսուս Քրիստոսը իր գերբնական ծնունդից սկսած դեմ գնաց մինչ այդ ընդունված բոլոր չափանիշներին։ Նրա ապրած կյանքը եղավ օրինակ ու կատարելության չափանիշ։ Նրա ասած խոսքերը կյանք տվող խոսքեր, նրա մեկնած ձեռքը բժշկող ու փրկող։ Նա փոխեց ողջ մարդկության պատմության ընթացքը և այսօր էլ շարունակում է փոփոխություններ բերել։ Պատահական չէ, որ հրեշտակներն այս խոսքերով ավետեցին Հիսուսի ծնունդը. «Մի վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. այսօր Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որը Քրիստոս Տերն է»։ Ղուկաս ավետարան 2:10-11 համարներն են։ Այս ուրախության ավետիսն այսօր նաև մերն է։ Չվախենալ, որովհետև Փրկիչը ծնվել է։ Նրա ծնունդը ինչպես փոխեց մարդկության պատմության ընթացքը, կարող է փոխել նաև յուրաքանչյուր անհատի կյանքը, ազատելով մեղքից, կապվածություններից, վատ սովորություններից ու փոխարենը տալ իրական ուրախություն, հանգստություն և խաղաղություն։ Թույլ կտա՞ս, որ այս ամանորն ու Սուրբ Ծնունդը փոփոխություն բերեն քո կյանքի մեջ։ Հավատքով ասա այս խոսքերը Սուրբ Ծննդյան հոբելյարին. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ Քո գերբնական ծնունդի համար, շնորհակալ եմ Քո մահվան և հարության համար, ներիր, որ այսքան ժամանակ չեմ ճանաչել Քեզ, հիմա ուզում եմ, որ Քո ծնունդը փոփոխություն բերի նաև իմ կյանքի մեջ, ներիր իմ մեղքերը, որ գործել եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար, ուզում եմ, որ այսուհետ առաջնորդես ինձ, լինես իմ Փրկիչն ու իմ Աստվածը, օգնիր ինձ պատվել Քո սուրբ անունը։ Շնորհակալ եմ, որ լսեցիր իմ աղոթքը։ Ամեն։